Ժորժան, հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը 18, 19, 20 թվերին հայտարարում էր այն պահից սկսած, երբ որ ժողովուրդը ինձ չուզենա, ես անմիջապես հեռանալու եմ։ Ինչպես մնացած բոլոր պարագաներում այս հարցում եւս ստախոսը խաբել է։ Ինչու՞, որովհետև այս պահին ակնհայտ է, որ ժողովուրդը ոչ միայն չի ուզում Նիկոլին, այլ զզվել է այս իշխանությունից, ոչ միայն զզվել է այս իշխանությունից, այլ նաև ժողովուրդը այլևս հստակ արձանագրում է, որ Նիկոլի իշխանությունը ուղիղ սպառնալիք է իր կյանքի առողջության եւ երկրի անվտանգության համար։ ՔՊ-ն, Նիկոլը եւ իրենց այս խմբակը հստակ այլևս հասկանում են այս իրավիճակը եւ փորձում են իրենց իշխանության վերարտադրությունը ապավելու համար անցնել նոր բռնությունների նոր փուլի։ Եվ ըստ էության Նիկոլը փորձում է ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը դիտարկել օրենքից դուրս եւ կեղծ շինծու հոդվածներով, սարքած ձայնագրություններով, այս իշխանությանը բնորոշ մեթոդներով տարբեր քաղաքական գործիչների բանտարկում են, ձերբակալում են եւ ըստ էության փորձում են կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական արշավները եւ գործունեությունը։ Այս ամեն ինչը բնականաբար դատապարտելի է, անընդունելի է եւ անթույլատրելի, բայց առնվազն մեզ համար այս ամեն ինչը անսպասելի չէր, որովհետեւ մենք գիտենք այս իշխանության մեթոդները, թուրքական բնույթը եւ իրենց իշխանությունը պահելու համար ամեն քայլի պատրաստ լինելու հանգամանք։ Այս ամեն ինչով հանդերձ առաջինը պետք է արձանագրել, որ Հայաստանում միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները շարունակում են մնալ լուռ եւ կույր, որևէ կերպ չեն արձագանքում այս ապօրինություններին եւ իրենց այս քայլերով ու գործողություններով խրախուսում են Նիկոլ Փաշինյանի բռնությունները։ Իրենց այս երկակի մոտեցումներով ըստ էության տարածաշրջանում ձևավորում են մի նոր բռնապետ, որը ժողովրդավարության թշնամին է։ Այս ամեն ինչով հանդերձ, Ժողովուրդ ջան, այս իշխանության հոգեվարքը հաշվի առնելով պետք է արձանագրել, որ իրենք եւս քաջ գիտակցում են իրենց քաղաքական վախճանի մասին եւ այս մեթոդներով որևէ կերպ հաջողության չեն հասնելու։